հարիկ չի, բնականաբար հարիկ չի, ընդ ամեն դեպքում ընդդիմադիրների կողմից նման խոսում չկա մեկ-մեկ իրեն պատասխանվում է շատ դիպուկ ու ճիշտ։ Ընտրություններից հետո ճնշումներ սկսվեց ձեր ուժի ուղղությամբ, հիմա այդ ճնշումները կան, նկատում եք։ Քրեական գործերը հարուցված է, տնային կալանքներ էին մոտ 6 հոգի, 7 հոգի, հիմա տնային կալանքներում չեն կան վարչական հսկողություն եւ տնային կալանքից ազատված են, բայց քրեական գործերը կան, հարուցված են, կարծեմ ինչքան տեղյակ եմ գործը դատարան դեռ չի մտել, բայց իհարկե ճնշումները կան, այս ընտրություններն էլ ավելի են մեծացել այդ ճնշումները, այն աշճան, որ նախընտրական պլակատ տան վրա փորձում ես փակցնել, անմիջապես այդ մարդուն փորձում են ինչ-որ հարազատներին, բարեկամներին իրենց աշխատանքից ազատել, չգիտեմ, հարկայինով ճնշել, քննչականով ճնշել, այսինքն ի սկզբանե քարոզարշավը հավասար պայմաններում չի ընթացել ու չի գնալու։ Դուք երևի տեսել եք բոլոր քաղաքների մուտքերում միայն ՔՊ-ի պլակատներն են, բայց մենք գիտենք, որ պետք է հավասար պայմաններ ապահովի, չի ապահովում։ Մի խոսքով, այս ամենը արձանագրվում են եւ համապատասխան մարմիններ դիմումներ։ Իհարկե ասում եմ, բոլոր վարչական ռեսուրսների կիրառումները, ամեն ինչը հավաքագրում են եւ պատկա մարմիններին դիմվելու է նաեւ միջազգային դիտորդներին, որոնք մինչեւ հիմա կարծես թե ինչ-որ լուր են, չենք հասկանում ինչի համար է լուր, կամ շատ ավելի լավ ենք հասկանում ինչի համար։ Լավ եղեք։